Դորտմունդի, Բորուսիայի և ադրբեջանական Գաբալայի թիմերի մարզիչները այսօրվա խաղից առաջ երեկ երեկոյան Բաքվում մամուլի ասուլիս են տվել, անդրադառնալով նաև Բորուսիայի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը։ Ազերի սպորտի փոխանցմամբ հարցին, թե Մխիթարյանի բացակայությունը արդյոք ազդեցություն կունենա Բորուսիայի խաղի վրա, գերմանական ակումբի մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է. Նա չկարողացավ ժամանել քաղաքական խնդիրների պատճառով, մենք կորցրեցինք կարևոր խաղացողի։ Բորուսիայի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում մեջ բերված են Թոմաս Թուխելի խոսքերը։ Կարծում եմ, թե սպորտային, թե անձնական տեսանկյուններից ամոթալի է, որ նա այստեղ մեզ հետ չէ։ Ֆուտբոլը պետք է ազատ լինի եւ չպետք է կառավարվի քաղաքական հակամարտություններով, վախերով կամ վտանգներով։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք որևէ լարվածության ռիսկի չդիմել։ Մենք որոշում ենք ընդունել, որը մեզ համար հանգստություն է նշանակում։ Մխիթարյանի փոխարեն մեկնարկային կազմում կարող է լինել Յոնաս Հոֆմանը, ասել է Բորուսիայի մարզիչը։ Գաբալայի մարզիչ Ռոման Գրիգորչուկը ասել է. Ես լավ գիտեմ Մխիթարյանին եւ չեմ մտածում, թե որտեղից է նա ծագումով։ Նա լավ ֆուտբոլիստ է եւ մենք պատրաստվելով խաղին չէինք մտածում նրա անձնագրի մասին։ Եթե Մխիթարյանը Բաքու գար, ապա մենք խաղային այլ սխեմա կպատրաստեինք հաշվի առնելով նրա ներկայությունը դաշտում։ Ֆուտբոլը պետք չէ քաղաքականացնել, ընդգծել է Գաբալայի մարզիչը։ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Թվիթերի իր էջում գրել է. Ադրբեջանը կորցրեց իր հասարակության հանդուրժողականությունը եւ հյուրընկալությունը ցույց տալու հնարավորությունը։ Գրառումը նա կատարել է 2 օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Մխիթարյանը Բաքու չի մեկնելու։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար, նախկին հայտնի ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է թույլատրել Հենրիխ Մխիթարյանի մուտքը երկիր։ Եթե Բաքուն խոչընդոտներ ստեղծի, դա կլինի օրենքի կոպիտ խախտում։ Մխիթարյանին այդ խաղին մասնակցել է քաղաքական պատճառներով չթույլատրելը որևէ տրամաբանությունից դուրս է։ Մխիթարյանի Բաքու չգնալու պատճառների մասին նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաեւ վիզայի խնդիրը։ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական նպատակներով 2 անգամ եղել է Ղարաբաղում, իսկ ադրբեջանական օրենքներով ով առանց Բաքվի թույլտվության այցելում է Ղարաբաղ, ընկնում է սև ցուցակի մեջ, եւ եթե այդ նույն անձինք այցելում են Ադրբեջան, կարող են լուրջ խնդիրներ ունենալ։